Ժողովրդավարությունը Հայաստանում հետընթաց է ապրում երկրորդ տարին անընդմեջ այս գնահատականն է բրիտանական հեղինակավոր Economist Intelligence Unit-ը տալիս մեր երկրին։ The Democracy Index-ի վերջին զեկույցում հայկական դեմոկրատիայի համաթիվը 5.35 է, 2022-ի ցուցանիշի համեմատ մոտ 5% պակաս։ Ընտրական պրոցեսներ ու բազմակարծություն, կառավարության գործունեություն, քաղաքական մասնակցություն եւ մշակույթ, քաղաքացիական ազատություններ, այս 5 բաղադրիչներն են գնահատում միջազգային մասնագետներն ու ընդհանրական կարծիք հայտնում։ Ամենացածրը մեր երկրի քաղաքական մշակույթին են գնահատական տվել։ Ժողովրդավարություն չի հաստատվում միայն ընտրական արդար եւ թափանցիկ մասնակցային ընտրական process-ով։ Նման process-ով հիմք է դրվում, սկիզբն է դրվում ժողովրդավարության։ Հետագայում, որպեսզի ժողովրդավարությունը հաստատվի, ամուր լինի եւ ծառայի այն բոլոր նպատակներին, որը ըստ էության իր արժեք դնում է, շատ ավելի մեծ պահանջներ կան, որը օրինակ վերաբերում են նույն օրինակ քաղաքացիական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության։ Այստեղ իրավական հարցերի փորձագետը բացասական իմաստով նշում է, ընդհանուր տենդենսներ կան, ընդ որում նույնիսկ մինչև 2018 թվականի քաղաքական փոփոխություններին բնորոշ, հավելում է, ավելին, տեսնում ենք նաև անպատժելիություն, մասնագետն օրինակ է բերում հավաքների ազատության իրավունքների խախտումներն ու ոստիկանական բռնությունները։ Ես սրան կարող եմ գումարել նաև բավականին վտանգավոր եւ խնդրահարույց մի տենդենս, որին մենք ականատես ենք լինում վերջին շրջանում, դա խոսքի ազատությունն է եւ բնականաբար այս ամենը չի կարող չազդել այս ընդհանուր դիրքի եւ process-ների վրա, ինչի պատճառով Հայաստանը հայտնվել է վտանգավոր վիճակում։ Հայաստանի պարագայում ավտորիտար երկիր դառնալու հակում ըստ մասնագետների մեծ է, նշում են, հատկապես հիմա, երբ ժողովրդավարական բարեփոխումները լճացած են, դոփում են տեղում։ Ուսումնասիրելով Հայաստանի այսպես ամբողջ հետընթացը կամ ժամանակագրությունը, հիմնականում Հայաստանը չի զարգանում կամ առաջխաղացում, թույլ առաջխաղացում է ունենում դատական համակարգին եւ հակակոռուպցիոն բարեփոխումներին վերաբերող ոլորտներում։ Այս օրինակ զեկույցներն ազդեցություն ունենում են իշխանությունների վարքագծի փոփոխման հարցում։ Փորձագետները հիշեցնում են Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության տարբեր զեկույցների պատմությունը, երբ մի դեպքում առաջընթաց կար, պարբերաբար դրան հղում անում էին իշխանությունից, սակայն մյուս դեպքում, երբ ճիշտ հակառակ իրավիճակն էր, հետընթաց կար, իշխանական падգամավորներից մեկն արձագանքել էր, նրանք չէ, որ մեզ պիտի գնահատեն։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական,